Այսօր տեղեկատվական պատերազմների ժամանակաշրջանում լռությունը դարձել է նոր տեսակի զենք։ Զենք, որն օգտագործվում է մեր դեմ, թե ներսից, թե դրսից։ Այսօր անդրադառնում ենք երկու հայկական եւ ադրբեջանական հասարակությունների միաժամանակ մեկ ընդհանրական իրականության, վերահսկող լռության, դատարկ տեղեկատվական դաշտի եւ մանիպուլյացիաների զուգահեռ աշխարհում հայտնվելուն։ Այս լռության ֆոնին Բաքուն խաղում է մեծ դիվանագիտական խաղ։ Մայիս ամսին Ադրբեջան են այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Այս այցերը ունեն ոչ միայն տնտեսական նշանակություն, այլև ակնհայտ ռազմավարական ուղերձ։ Կասկած չկա, որ Իլհամ Ալիևը այս հարթակում եւս կփորձի վերացնել հայկական կողմի նկատմամբ ճնշման բոլոր սահմանները, հենվելով իր տարածաշրջանային գործընկերների վրա։ Այս այցերի ֆոնին կհիշենք Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի այցը Բաքու եւ թե ինչու նա ընթերցեց հատված Մոհամմադ Հուսեյն Շահրիարի 1954 թվականին գրված Հեյդար Բաբայա Սալամ պոեմից։ Երկուստեք լռության պատնեշի ներսում Բաքվում շարունակվում են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընթացող շինծ ու դատավարությունները։ Դատավարություններ, որոնք ծածկված են գաղտնիության շղարշով։ Այս գործերն ընթանում են առանց միջազգային մոնիթորինգի, առանց լրագրողների մասնակցության եւ փակ դռների ետևում։ Իսկ հայ հասարակությունը ստիպված է մնալ տեղեկատվական անորոշության մեջ, գրեթե ոչինչ չիմանալով այդ ողջ ֆարսի իրական ընթացքի մասին։ Սակայն ինչն է հետաքրքիր, այս դատավարությունները միայն հայ հասարակությունից չեն թաքցվում։ Նույն վակուումում է հայտնվել նաեւ ադրբեջանական հասարակությունը։ Տելեգրամյան ալիքներում եւ անկախ լրատվամիջոցներում ինքնուրույն մտածող մարդիկ հարցնում են. եթե սա արդար դատ է, ինչու ենք շարունակում ոչինչ չիմանալ։ Հանրային վերահսկողության բացակայությունը եւ գործընթացի խիստ վերահսկվող բնույթը ծնում են տարակուսանք նույնիսկ ադրբեջանական հասարակության ներսում։ Թե ինչ կասեն պետական լրատվամիջոցները, ինչ կադրեր կանեն տեղում աշխատող լուսանկարիչները, կարևոր էլ չէ, երբ մեզ հասնում են տեղեկություններ ցուցմունքների փոփոխման մասին, իսկ տեղի հասարակությունը Բաքվից պահանջում է վերջապես ազատ եւ լայնորեն լուսաբանել այդ գործընթացը։ Դատարանի փակ դռներից մինչեւ փափուկ ուժի աներևույթ ճնշումներ։ Այս լռությանը զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները գործի են դրել փափուկ ուժի ողջ զինանոցը, հայկական հանրության հոգեբանական դիմադրությունը քայքայելու նպատակով։ Նախիջևանում անցկացվող զորավարժությունների պատկերները, Արցախի սահմանամերձ դաշտերում ադրբեջանական հետևակի շարժը պատկերող տեսանյութերը թեև ուղեկցվում են պաշտոնական լռությամբ եւ կրակոցների բացակայությամբ, սակայն իրենց ազդեցությամբ բավական հստակ են։ Դրանք ծառայում են որպես անտեսանելի ճնշման միջոցներ, կաթիլ առ կաթիլ հասունացնելով վախի ու անկայունության զգացողությունը հայ հանրության շրջանում։ Այս ամենի ֆոնին տեղեկատվական դատարկությունն ու լռության մշակույթը վերածվել են ռազմավարական գործիքի, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ դժբախտաբար Հայաստանի որոշ շրջանակների համար։ Իսկ երբ ճշմարտությունը մնում է անտեսված, լռությունը անհաղորդ ու փաստերը խեղաթյուրված, հանրությունը դառնում է իրավիճակին հարմարվող, բայց անհաղորդ դիտորդ։ Նեթանյահուի եւ Էրդողանի այցերը Բաքվի հակահայ ռազմավարության շրջանակում։ Ադրբեջանի հակահայ օրակարգը վերջին օրերին թևակողում է նոր դիվանագիտական ակտիվացման փուլ։ Մայիսին Բաքու են ժամանելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Այս այցելությունները ձևավորում են մի հարթակ, որտեղ վստահաբար Իլհամ Ալիևը եւս մեկ անգամ կփորձի օրակարգ բերել իր տարածքային նկրտումները թաքնված խաղաղության գործընթացի լեզվով։ Բաքուն փորձեց հակահայ օրակարգում ներգրավել նաեւ Իրանի նախագահին։ Ու թեև նա ոչ հայանպաստ դիրքից խոսեց Արցախի մասին, սակայն պահը բաց չթողեց Ալիևին իր տեղը ցույց տալու համար։ Պատահական չէ, որ Իրանի նախագահը նավթային մայրաքաղաքում ընթերցեց բանաստեղծ Մոհամմադ Հուսեյն Շահրիարի Հեյդար Բաբայա Սալամ պոեմից հատված։ Այս ընտրությունը անուղղակի հիշեցում էր, որ Հեյդար Բաբա լեռը իրանական հող է եւ անկախ լեզվից ու մշակույթից Թավրիզը Իրանի սուվերեն տարածքն է։ Եվ միևնույն ժամանակ հստակ արձագանքում Բաքվի հրապարակն է տած Զանգեզուրի միջանցք նարատիվին, որ ակնհայտ տարածքային եւ ինքնիշխանության խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար։ Փեզեշքյանը խոսում է Բաքվի սիրած լեզվով, բայց Իրանի իշխանության դիրքից Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման թաքնված ուղերձով։ Սա դիվանագիտություն էր առանց բարձրաձայն սպառնալիքների։ Հայկական տեսանկյունից այս ժեստը արձանագրելի է որպես կարևոր ազդակ։ Իրանը հաստատում է, որ չի պատրաստվում լռել Հարավային Կովկասում ուժային հավասարակշռության խախտման պարագայում, եւ այն, ինչը հնչեց գրական լեզվով, իրականում գեղեցիկ փաթեթավորված քաղաքական դիրքորոշում էր։ Վտանգավոր է լռությունը։ Վտանգավոր է խեղաթյուրված լռությունը, հատկապես այն ժամանակ, երբ դրանով ծածկվում են մարդկային ճակատագրեր, ազգային արժանապատվություն եւ մեր օրերում այդքան բարձրաձայնվող տեղեկացված լինելու իրավունքը։ Մեր օրերում լռությունն այլևս նեյտրալ պահվածք չէ։ Այն դարձել է դիրքորոշում կամ հանուն ճշմարտության կամ հանուն նրա խեղման։ Թե որքան կդիմանան հասարակությունները Ալիևյան ռեժիմի տեղեկատվական բլոկադային, ցույց կտա կամ ժամանակը կամ Բաքվի կալանավայրից հնչող հերթական ուղերձային մասին, որ էլի ցուցմունքներ են կեղծվում։ Ադրբեջանի իշխանություններն այս փուլում խաղում են միաժամանակ մի քանի շախմատային տախտակների վրա, փակելով տեղեկատվության դաշտը, բայց բարձրաձայնելով ուժի ցուցադրումներն ու Երևանին ուղղված պահանջները։ Իսկ երբ դիվանագիտական ժեստերն ու զորավարժությունները գալիս են փոխարինելու բաց ու թափանցիկ գործընթացներին, տեղեկատվական ճնշումը վերածվում է մանիպուլյացիայի, փաստորեն ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի լսարանի նկատմամբ։